Նորմալ է, որ Ալեն Սիմոնյանը տժժում է ընդդիմության վրա։ Մենք Հայաստանից չենք կներեք չենք։ Այդ բառերությունը նորմալ։ Իսկ ձեր կարծիքով ով է ավելի տժժալու վիճակում, ընդդիմությունը թե իշխանությունը։ Չգիտեմ։ Հարց տվեք հա դրանցից մեզ։ Զզվում է։ Ձեզ համար բոլորը պետք է նորմալ լինի։ Բայց դա նորմալ է։ Երևի էլի։ Իսկ ձեր կարծիքով ով է ավելի տժժալու իրավիճակում, ընդդիմությունը թե Ամենալավ տժժալի վիճակը ես ուզում եմ ինձ համար լինի։ Այ կներեք էլի ես այդտենց հարցերի որտեղ չեմ հետաքրքրում չեմ պատասխանում։ Եթե գտել է հարմար ասել է։ Իսկ ձեր կարծիքով ով է ավելի տժժալու իրավիճակում, ընդդիմությունը թե իշխանությունը։ Ես դուք ինչ եք կարծում։ Ես ձեր կարծիքն եմ հարցնում։ Իմ կարծիքը ինձ մնա։ Ոչ։ Իսկ ձեր կարծիքով ով է ավելի տժժալու վիճակում, ընդդիմությունը թե իշխանությունը։ Ընդդիմությունը կհաղթի, այդքանով ամեն ինչ պարզ է։ Ինչ հաշակում տժում է։ Ինքն է ասել, որ Ինչ բաղապաշար եք օգտագործում։ Ես ցիտում եմ Ալեն Սարսափելի է։ Գրական հայեր են միայն։ Բա դուք ինչ եք կրկնում եք Ես իր խոսքերով Ինչ եք անում, PR եք անում իրան։ Ինքն է ասել երեք բառացի։ Ուրեմն ինչ-որ մի բան արել է, որ նման ձևով պատասխանել է։ Չեմ ճանաչում, ինչ իմանա։ Ալեն Սիմոնյանին չեք ճանաչում։ Չէ, ոչ մեկին չեմ ճանաչում։ Ես հասարակական գործիչ եմ, քաղաքական եմ կոչում։ Իսկ ինչ եք կարծում ավելի տժժալու իրավիճակում այսօր ընդդիմությունն է թե իշխանությունը։ Չեմ գտնում պատասխաններ, որ ես քաղաքականության եմ կոչում։ Ոչ։ Անկեղծ ասած չգիտեմ արդեն։ Իսկ ձեր կարծիքով հիմա ավելի տժժալու իրավիճակում ընդդիմությունն է թե իշխանությունը։ Ժողովուրդը երևի։ Մյուս կողմին հարցն է տակ երկուսն է կպատասխանեն։ Հակառակի դեպքը, հակառակի այս տարիներ շարունակ ասածները այդ ընդդիմության կոչեցյալ չկա։ Նախորդ օրն է ինքը ասել, որ ինքը տժում է, անհանգստացած չէ ընդդիմությունը։ Տժժալ բառը ոնց եք բացատրում, մի հատ ուղղագրական բառ արանը բերեք։ Տժժալ ինչ եք նկատի ունեմ, որ նորմալ է կամ նորմալ չի, մի հատ դրանից Չգիտեք տժժալը, չեք հասկանում։ Հա? Դուք չեք հասկանում ինչի Չէ, մասին է հայ բառարանում Դե ուրախանա, Ամեն հիմա Ալեն Սիմոնյանը բառացի այդպես ասել է, ես բառացի կրկնում եմ իր խոսքերը։ Ասել է, որ ինքը անհանգստացած չէ, այլ ուղղակի տժժում են իրենց վրա, ընդդիմության վրա։ ուրեմն ընդհանուր ամբողջ մթնոլորտն է տժժալու։ Ոչ թե մենակ ընդդիմությունը հաստատ իրավունք ունի տժժալու։ Ես ինչ մթնոլորտ է, ես ինչ ներազգին։ Իսկ ձեր կարծիքով ավելի տժժալու իրավիճակում այսօր ընդդիմությունն է թե իշխանությունը։ Իշխանությունը որ պերաշկի ուտում դրա համար։ Այն որ կուլիսների հետևում Իկրաներ էին ուտում, էդի տժալու չի։ Իսկ որ անուն չեմ տվել։ Ես օրինակ բերեցի։ Եվ որ ասեցիք, այդ նկատի ունեք կամ որ մետրոյում այդ դեպքը նորից շեշտեմ վատ բան կա թե երևի լավ բան էր, որ ամեն մի հատ վարչապետի նախագահի գալուց Կարմիր Խալիչաներ, ոտերը պաչել, էդ է լավ բանը, լրիվ համապատասխան մեջ է, նայած ով ոնց է գնահատում։ Սա ավելի դեմոկրատական մարդ կա, ինձ օրական հասարակ մեզից մեկն է իրականում։ Վատ բաներ չեմ տեսնում ամեն դեպքում։ Այդ ուղղությամբ կարող է ձեր սրտի ուզածը չասեցի, բայց Ես ձեր կարծիքն է հետաքրքրում։ Ես ասեցի իմ կարծիքը, երևի հասկացաք դուք։